Շատ գեղեցիկ ճար լսեցինք Ֆրանսիայի նախագահից, որը ի դեպ ունի պատմականորեն ամենացածր ռեյտինգը հիմա։ Ինքը եւ Հոլանդը ունեն 11%։ Ֆրանսիայի վերջի տասնամյակների պատմության մեջ ամենացածր ցուցիչն է 11% ռեյտինգ։ Նա ասում է, որ հպարտանում է Հայաստանի ձեռքբերումներով։ Այսինքն ձեռքբերումը Ղարաբաղը հանձնելն էր եւ մեղրին հանձնելն էր։ Մենք զրկվեցինք Իրանի հետ մեր սահմանից։ Ձեռքբերումը դա այն էր, որ նա կանչեց այս մարդուն Պրահա եւ ստիպեց, որ նա ստորագրի մի թուղթ, որով հանձնեց Ղարաբաղը։ Ես իմ մոտ կախել եմ այս անձի ինտերվյուն, Մակրոնի ինտերվյուն, որտեղ նա ասում է, թե ինչու է դա արել։ Ասում է, որ մենք ունեինք 5000 ռուս զինվոր այս ռեգիոնում եւ նրանց հանելու համար նա ստիպեց, որ խնդրեց կամ ստիպեց հորդորեց, որ այս անձը հանձնի Ղարաբաղը, որ ռուսները դուրս գան այնտեղից։ Եվ նա ասում է, Ղարաբաղը տարածք էր, տարածք Ադրբեջանի սրտում։ Այսինքն այնտեղ ինչ որ դաշտեր էին, սարեր էին եւ այնտեղ, ասենք, արածում էին կովերը, ոչխարները, ձիերը, հա, երևի իր համար սա տարածք էր։ Մի փոքրիկ մանրուք նա մոռացավ, այնտեղ ապրում էին 120,000 հայ, որի մասին դուք խոսում եք արցունքներով։ Շարլ Ազնավուրի թաղման ժամանակ ձեր 15 երեսը, որ հավաքել եք, չգիտեմ որտեղ եք դրել, այդ ժամանակ դուք ուրիշ երես եք հակել եւ խոսում եք հայոց ցեղասպանության մասին։ Ասում եք, որ Ֆրանսիան հայերի կողքին էր, Ֆրանսիան հայերին չի թողնի։ Հետո ասում եք, որ դուք պարծենում եք, որ հանձնվեց Ղարաբաղը 120,000 մարդ դարավ փախստական։ Հարց չեք տալիս, ինչու դուք դա արեցիք։ Եվ ինչու դուք չպահանջեցիք հանձնելուց հետո, որ գոնե ինչ որ երաշխիք տրվի հայերին, անվտանգության երաշխիք, ինչ որ կարգավիճակ։ Ինչու դուք Ուկրաինայում ամեն ձևով ապահովում եք Ուկրաինայի անվտանգությունը եւ համաձայնագրեր եք ստորագրում Ուկրաինայի հետ։ Ինչու Կոսովոն դուք առանձնացրեցիք Սերբիայից, ստեղծեցիք անկախ Կոսովո էթնիկ զտման հետևանքով։ Ինչու մեր էթնիկ զտումը դուք չտեսաք։ Ինչու Պրաղայում դուք չստորագրեցիք որպես հովանավորող կողմ, որ դուք ապահովում եք ղարաբաղցիների անվտանգությունը։ Բայց էթնիկ զտումը ինչ եղավ։ Բայց տասնյակ միջազգային փաստաթղթերը, որոնք դուք ստորագրել եք որպես Մինսկի խմբի անդամ, դա ինչ եղավ, ասելով, որ ուժով չի լուծվի Ղարաբաղի հարցը։ Բայց ոնց դուք մոռացաք 120,000 մարդու, ասացիք, որ դա տարածք էր։ Այն նույն ձևով դուք կմոռանաք հայաստանցի հայերին։ Նույն ձևով ոնց որ դուք Ղարաբաղին եք խոստանում, որ ապագայում նրանք ինչ որ ստատուս կունենան եւ թույլ չեք տա, որ ուժով լուծվի այդ հարցը։ Այդ նույն ձևով Հայաստանն էլ կդառնա մի տարածք ձեզ համար, Սյունիքներ կդառնա մի տարածք։ Եվ եթե ձեր սպոնսավորվող, ձեր կողմից սպոնսավորվող այդ ագենտները, գործակալները մեզ տարիներով ասում են, որ Ֆրանսիան կդառնա մեր անվտանգության երաշխավորող։ Ինչու դուք ճշմարտությունը չեք ասում, որ դա անհնար է։ Դուք նոր 3 ասեցիք, որ անգամ Միացյալ Նահանգներին չեք օգնի Հորմուզի նեղուցում։ Միացյալ Նահանգները ձեր ամենամտերիմ դաշնակիցն է, ամենակարևոր դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի դաշնակից։ Նա խնդրում է ձեզ, որ դուք իրեն օգնեք, դուք ասում եք ոչ, Հորմուզի նեղուցում մենք չեք օգնի Միացյալ Նահանգներին։ Այդ արաբական սարերն էլ չհասան, հա, ձեր նավերը։ Բայց եթե դուք Հորմուզում չեք օգնում ձեր ամենագլխավոր դաշնակցին, դուք Հայաստանում ո՞նց եք հայերին օգնելու։ Որ երկրով եք գալու, Վրաստանով եք գալու, Պոցի ճանապարհով, որ այն ճանապարհով, որը հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ է լինելու։ Ո՞նց եք դուք հասնելու Հայաստանին։ Դուք պատրաստ եք երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Չափ կա, անգամ երեսպաշտության չափ կա, կրկնակի ստանդարտների, խաբեության, անգամ այդ դեպքում ինչ որ չափ պետք է ունենալ։ Եվ դուք խոսում եք հայոց ցեղասպանության մասին, այն փաստի մասին, որ տասնյակ հազարավոր հայեր, հիմա Ֆրանսիայի քաղաքացիներ 100,000-ավոր հայեր, հայկական ծագում ունեն։ Գեղեցիկ բառեր եք ասում եւ ասում եք, որ դա ձեռքբերում էր, որ հանձնվեց Ղարաբաղը, այսինքն հայոց ցեղասպանության հաջորդ էջը գրեցիք դուք հանցակից եք այդ գործում։ Եվ դուք հիմա գալիս եք Հայաստան եւ գեղեցիկ ճարեր եք ասում, թե ինչպես եք բարձենում այս դավաճանական խմբով, որովհետեւ նա համաձայնվեց կատարել ձեր պահանջը դառնալ Ռուսաստանի դեմ մի ինստրումենտ, մի գործիք, դառնալ գործիք Ռուսաստանի դեմ։ Դա եք դուք ուզում, դրա համար դուք եկաք Հայաստան, մեզ համար դուք չեկաք։